Պարոն Աբրամյան, վաղը գլխավոր դատախազը մտնելու ազգային ժողով երկու պատգամավորների անձեռամխելիության հարցով ինչ պրոցես է, ինչու այս փուլում որոշվեց ոչ իշխանական երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցել։ Նախ Տարոն Մարգարյանի հետ կապված գործ է 7 տարվա գործ է արդեն եւ իշխանությունը 7 տարվա ընթացքում բնականաբար որևէ բան չի գտել եւ հիմա վերավորակառման գործընթաց է գնում եւ դրանով պայմանած նաեւ դատախազը գալիս է խորհրդարան հասկանալի չէ եթե 7 տարի փորփրել են ու այդ գործում որևէ բան չի եղել հիմա իշխանությունը ունի մենակ մի խնդիր ցկելու process-ը որովհետեւ այս ընթացքում ինչեր ասած որ չեն ասել այդ քարոշությունը որը ոչ միայն Տարոն Մարգարյանի այլ նաեւ հանրապետականի տարբեր գործիչների դեմ է իրականացվել Արմեն Աշոտյանի եւ կուսակցության նախագահի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ այդ գործերի մի մասը կամ գնացել է ընթացքում դատարան չի ասել կամ կարճվել է գործերից նրանք որոնք հասել են դատարան հետագայում մեր գործընկերները կամ արդարացել են եւ այլն հիմա իշխանությունը բնականաբար հատկապես 26 թվականի ընտրություններից առաջ խնդիր ունի այդ իր միֆերը որոնք իրենք են ստեղծել որոշակի երկարաձգելով, որովհետև դրանք, որոնք այդ փուչիկները ժամանակի ընթացքում շարունակաբար պայթում են, բնականաբար իշխանության ամբողջական քարոզչությունը այստեղ միանգամից ոչնչանում է։ Տարոն Մարգարյանը մեկ օր առաջ հայտարարություն էր տարածել, որի շրջանակներում նաև խոսել էր այն մասին, որ նպատակարար չի անվարում նաև մասնակցությունը մեր խմբակցությունը սրա հետ կապված արդեն հայտարարություն արել է եւ բնականաբար այս թեման ամբողջությամբ դիտարկում ենք որպես իշխանության քարոզչական շոուի որոշակի հանգրվանային ժամանակահատված եւ բնականաբար մենք դրանում մեր մասնակցություն չենք ունենա նաեւ վստահ եմ որ այդ գործի վերավորակավորումը որը արվել է դա եւս իշխանությանը որևէ բան չի տալու, որովհետև այս ընթացքում իշխանությունը ինքը եւս գիտակցում է այդ գործի սնանկացումը եւ գլխավորը այն ինչ որ կարող է անել, ուղղակի որոշակիորեն process-ը ձգձգելն է։ Պարոն Աբրամյան, վերջերս հաճախ եղան հայտարարություններ, որ հակառակորդը մեզ մեղադրում է կրակոցներ արձակելու մեջ եւ դրանց ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր բանակի առջև խնդիր է դրված, որևէ կերպ չխախտել հրադադարի ռեժիմը, ձեր կարծիքով որքանով է նման հայտարարությունը տեղին հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից կրակոցներ լինում են։ Իշխանության դրդապատճառը նման հայտարարություններ անելու կամ նման կերպ վարվելու այն է, որ մենք փորձում ենք ադրբեջանական սադրանքներին տեղի չտալ եւ ադրբեջանին առիթ չտալ մեր դեմ որևէ գործողություն իրականացնելու։ Ես ուզում եմ որ շատ հստակ մեր քաղաքացիների համար պարզ լինի, որ եթե Ադրբեջանը փորձի որևէ փուլում որևէ աշճանի լարվածություն հրահարել, ապա դրա առիթը անկասկած գտնելու է։ Հայաստանի եւ Արցախի դեմ այս իրավիճակներում եւ այս տասնամյակների ընթացքում տեղի ունեցած սադրանքները, պատերազմական գործողությունները, ագրեսիաները, դրանք բոլորի համար էլ Ադրբեջանը ունեցել է սարքված հնարավորի դրդապատճառը եւ դա իրականացրել է։ Այնպես որ իշխանության այդ արձագանքը իրականությանը համարժեք չէ, ավելին Ադրբեջանը օգտագործում է այս իրավիճակը եւ իշխանությունների այս սկեցվածքը Նաև սահմանամերձ բնակավայրով առասարակ հանրության նկատմամբ ահաբեկչություն իրականացնելով, վախի մթնոլորտ սարքելով, փորձում է նաև ազդեցություն ունենալ զորքերի բարոյական վիճակի հետ, որովհետև այդ անպատասխան կրակները անկախ թե այդ պահին ինչ խնդիր է դրված լինում, ամեն դեպքում բացական առումով իր ազդեցությունը թողնում է նաև այն զորքերի վրա եւ հատկապես առաջնագծում կանգնած զինծառայողների վրա, որոնք հանդուրժում են հակառակորդի կամ այս դեպքում թշնամու սանձարձակությունը եւ նաեւ այստեղ մեկ այլ հանգամանք է կա, որի մասին պետք է խոսել։ Տեսեք, Ադրբեջանը սա անում է համակարգային ձևով։ Սրանք այս կամ այն ուղղությամբ կրակոցներ չեն, որոնք բացրանից որ նպատակային բնույթ չեն կրում, սրանք ակնհայտորեն ունեն ուղղվածություն եւ սրա մեջ քաղաքական բաղադրիչը արտահայտված է։
Առաջնագծի այն ուղղություններով կլինի Սոտքում, կլինի Ջերմուկում կամ կլինի Խնածախի Խոզնավարի հատվածում, սրանք գրեթե նույն ժամին են տեղի ունենում, գրեթե նույն պարբերականությամբ, նույնիսկ կրակահերթերը ունեն ժամանակային առումով գրեթե նույն տևողությունը, այսինքն սա ադրբեջանական ընդհանուր մարտավարության մի մաս է կազմում։ Իդեպ սրա հետ կապված ադրբեջանցիները մի նոր բան են ներմուծել, փորձում են դա խաղարկել, օգտվելով Նիկոլ Փաշինյանի խայտառակ հայտարարությունից, որ ինքը հանձնարարել է, որպեսզի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմը խստորեն պահպանի, ընդ որում զորքերում հնարավոր ագրեսիայի կամ հակառակորդի հնարավոր վտանգավոր գործողության պարագայում մարտական կանոնագրքեր իրենք են սահմանում, թե զինծառայողը հերթապահության մեջ գտնվող այս կամ այն իրավիճակում ինչպես պետք է գործի, եւ Փաշինյանի այդ հրադադար ռեժիմի խախտումը 3-րդ օր արարած հայտարարությունը Ադրբեջանը հնարավորություն է տվել կեղծ վերլուծություններ շարադրելու առայն, որ իրականում զորքում կան մարդիկ, խմբեր, որոնք չեն ենթարկվում իշխանությանը եւ խախտում են հրադադար ռեժիմը անկախ քաղաքական կամքից եւ Նիկոլ Փաշինյանը վերահսկողություն չունի։ Սա վտանգավոր է այն տեսանկյունից, որովհետեւ նախ նման խնդիր զորքերում չկա եւ երկրորդը Ադրբեջանը փորձում է իր համար առիթներ փաթեթավորել ինչ-որ փուլում ցույց տալու համար, որ թեև Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով հայտարարել, որ որևէ դեպքում չեն գնա խախտումների, բայց զորքի նկատմամբ չունի անհրաժեշտ վերահսկողություն եւ զորքում գնացել են սադրանքները, ինչը նրանց մղել է այս կամ այն գործողությանը։ Խաղաղության պայմանագրի տեքստը արդեն համաձայնեցված է, Նիկոլ Փաշինյանը Facebook-ում Իլհամ Ալիևին կոչ արեց, որպեսզի ստորագրի, ինչ է կարծում մոտ ապագայում կստորագրվի այդ համաձայնագիրը։ Ես կարծում եմ Ադրբեջանը իր նպատակի հերթական փուլն է բերել եւ ամփոփել, դա արձանագրված է այդ պայմանագրի 17 կետերում, բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ադրբեջանը եւ այս փաստաթղթի քննարկման փուլում եւ նաեւ դրանից հետո բազմիցս արտահայտել է այլ նաեւ պահանջներ, որոնք կոնկրետ այդ փաստաթղթում տեղ չեն գտել։ Հիմա Ադրբեջանը փորձում է նաեւ որոշակի պահանջների համախոհ ներկայացնել այս ամենին զուգահեռ եւ Հայաստանին շանտաժ է ենթարկում նրանով, որ եթե դու մյուս համախոհ պայմաններն մեր չընդունես, ապա մենք պարզապես պայմանագիրը չենք ստորագրի, դա էլ հետագայում կբերի նաև ռազմական գործողությունների վերսկսմանը։ Հիմա իշխանության համար բնականաբար ոչ սովորական իրավիճակ է ստեղծել, որովհետև տարիների շարունակ հասարակությանը համոզել են, որ իրենք կարողանալու են խաղաղություն ապահովել եւ այդ process-ների նկարագրություն ներկայացնել որպես խաղաղության գնալու գործընթաց։ Հիմա հասել են մի կետի, երբ որ իրենց նաև այսպես ասեմ սկզբունքները նաև կամ կարմիր գծերը բազմիցս հատած Ադրբեջանի իշխանությունը հանդես է գալիս նաև նոր նախապայմաններով եւ այս իշխանությունը ոչ միայն դեմքը փրկելու խնդիր ունի, այլ փլուզվել է մեկի հետևից այն բոլոր փուչիկները, որոնք իրենք կառուցել էին այսպես կոչված այդ խաղաղության process-ի նկարագրման առումով եւ հիմա հատկապես որ արժեվում 26 թվականի ընտրական process-ներն բնականաբար իշխանությունը հիմա փորձում է այդ խաղաղության միֆը փրկել, որպեսզի չստացի որ հերթական անգամ խոստում է տվել եւ այդ խոստումը չի իրականացվել։